էթնիկ բնակչության իր հայրենիքում ապրող 150,000 մարդու տեղահանության է ենթարկում, հետո ասում է դե գիտեք ինչ այդ արել եմ, հանկարծ չմտածեք, որ ես սխալ եմ արել, այդ մարդիկ պետքա վերադարձ իրավունք ունենան, նրանց իրավունքները խախտվել է, որտեղ ինքը դա կազմակերպված արել, ինքը թշնամություն է արել։ Եվ հիմա կանգնել լսել թե նա ինչեր է երկնում ցեղասպանության դրա չես ուզում ես երկրի մեր երկիրը ասում է ստեղծվել է դրա համար չես ուզում այդ երկրին ծառայես ռադդ քաշի գնայի մյուս երկրին ծառայ բայց դու չես կարող մնաս դե վարչապետ ու այդ երկրին ծառայես որովհետև զուգահեռ էր չէ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը խոսում է 18 թվականի ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանության մասին չգիտեմ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տա զուգահեռ այսի կազմակերպված սինխրոն գործունեություն է Բայց չէ որ ինքը ասում է, եթե մենք չխոսենք ցեղասպանությունների վերադարձի մասին, Թուրքիան եւ Ադրբեջանը եւս չեն խոսի, բայց մենք երեք ականատես եղանք, Կազմակերպված է Թուրքիան ասում են աշխատանքի բաժանում է, ասում են այն աղջիկը, իմիջիալոց ահագին էլ նման է մեր մարդու իրավունքների պաշտպանին Ադրբեջանի, երեք չգիտեմ, ես կենսագրություններին ծանոթ չեմ, քուր են կամ Սաբինա Ալիևան ազգանուն շատ նման է, այսինքն չեմ կարող ասեմ ազգակցական, արյունակցական կապ կա թե չէ, բայց ասենք ֆիզիկական նմանությունը շատ ես ամենայն դեպս նմանացնում, կարող է իմ աչքին ատենցել եմ, բայց նմանացնում Ասում են աղջիկ ջան, դու ես կասես, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ես կասի, Փաշինյան դու էլ էդ կասես Որտեղ նույն ժամանակաշրջանում ընթացող process-ներ են, որում ինչի հետ է դա կապված։ Անկախության հռչակագիրը սահմանադրությունից հանելու, չէ՞, որտեղ եթե անկախության հռչակագիրից հրաժարվում է, նշանակում է պետությունը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որում որ մենք ապրում ենք, վերանում է։ Եթե դա վերանում է, ավտոմատ մեզ ուզում են տեղափոխեն 10-ից 20 թիվ, որը իրավահաջորդն է Ադրբեջանը, որպեսզի բերեն դեմ տան Ալեքսանդրապոլի պայմանագիր, որտեղ ընդ Հայաստան գոյություն չունի փաստացի։ Այսինքն սա մեր պետությունը համակարգված ձևով վերացնելու մեր ժողովրդին նաև այս հատվածից ցեղասպանության ենթարկելու բռնի տեղահանելու կազմակերպված ծրագիրը եւ ինքը դրա մասն է կազմում Դե չէ ինչ խաղաղություն ես ուզում ռադդ քաշի գնա կլինի խաղաղություն մինչեւ քո իշխանության գալը խաղաղություն էր քո իշխանության ամբողջ ժամանակաշրջանում եղել են պատերազմներ 3 մեծ պատերազմ Եվ պատերազմական բնույթի մի շարք մարտական գործում մենք ասենք չգիտեմ ինչի Գեղարքունիք ադրբեջանական ներխուժումը 21 թվին պատերազմ չենք համարում բայց այնտեղ մենք 6 զոհ ենք ունեցել տարածքային կորուստներ մարտական գործում 21 թվին Գեղարքունիքում իշխանասարում մարտեր են ծավալվել մեր բանակը տանկ է խոցել այսինքն տանկային հարձակում է չէ եղել որ տանկ են խոցել բա պատերազմ չի որ տանկային հարձակումը դա բան է վայենի туриզմա Պատերազմա, այդ սա եղել է իր պաշտոնավարման ժամանակաշրջանում ու այդ ռիսկերը կան, քանի ինքը Հայաստանի վարչապետն է։ Նրանք ովքեր ուզում են խաղաղություն, պետքա փոխեն այս իրավիճակը։ Որովհետև նրա մնալը երաշխավորված պատերազմի վտանգ է պարունում։ Սա ոչ թե ենթադրություն է, սա փաստ է, մենք կարանք որևէ մեկին է թվում իմ խոսքին չհավատանք։ Բայց մենք չենք կարող մեր տեսածին չհավատանք։ Եղել է, չէ՞։ Խո սուտ չի։ Հիմա ասենք թե ջերմուկի ռմբակոծություն եղել է թե չի եղել։ Եղել է, չէ։ Դա խոսուտ չի։ Հիմա կարանք լավ չխոսանք դրա մասին։ Անցավ, չի անցել։ Չի անցել։ Դի թիրախումը կանգնում է Ալիևն ասում է Երևանը հին պատմական ադրբեջանական քաղաք է։ Էս է Երևանը։ Էսի հին պատմական ադրբեջանական քաղաքը ըստ Ալիևի, որտեղ իրանք պիտի վերադառնան պարտադիր չի տանկերով, այլ ավտոներով։ Ու մեկ էլ հայտնվում է մի հատ Արեգ Քոչինյան, որը ավտոներով ներմուծում է երկու խմբականակ բերել է արդեն ադրբեջանցիների։ Բայց դրա անվան տակ, ասենք, բա ինչի՞ է, բայց թե Վայենի Ալիևը ասած ձևով, չէ՞, ասում են պետք չի որ մենք զինվորական համազգեստով տանկերով գանք, չնայած դա չի բացառում Բայց ասում եմ, եթե հնարավորություն կա ավտոյով գնալ, ավելի էժան, ինչի տանկով գնանք, մեկը նույն մարդիկ պիտի գան, նույն նպատակով պիտի գան։ Հիմա մեր խնդիրն է այս ամեն ինչը խափանելն է, այսինքն իրան հեռացնել նշանակում է երաշխիքներ ունենալ հարատև, ուժեղ, խաղաղ, գոյակցության եւ զարգացման։ Ունենալ իրան նշանակում է պատերազմ, ավերածություն, կոտորածներ, ցեղասպանություն, տեղահանություն, հետո դրա արդարացում։ Արելա հիմա էլ փորձում է արդարացնել։ Հիմա
խաղաղության բանա դրե իր դե։ Որ մի անգամ է մեր ժողովրդին խաղաղություն խոստացե, բանը պատերազմ խոստացե։ 18 թվին որ իշխանության էր գալի պատերազմ էր խոստանում։ Բայց պատերազմ եղավ, չէ՞։ 21 թվին որ քարոզարշավ էր անում, պատերազմ էր խոստանում։ Խաղաղություն էր, չէ՞ խոստան, բայց ինչ եղավ։ Պատերազմներ եղավ։ 20 թվին որ այոյի քարոզարշավ էր անում։ Էս չէր իր քարոզչական բուկլետը։ Էս քարտեզը չէր բաժանում, բա հիմա ինչ քարտեզա բաժանում։ Էս հատուկ է մոտս պահում։ Բայց այս մասը հիմա է հանած։ Մի հատ էլ ընտրությունն էլի այս մասն է կանվի, մի հատ էլ էս է կանվի, մի հատ էլ ընտրություն չի լինի, որտեղ քանի ինքն է այս վտանգը կա։ Էս իրա բաժանածն է, այս իմը չի։